Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսենք Հայաստանի կարգավորման մասին, ինչ կարելի անել, որպեսզի կարգավորվի Հայաստանի Հանրապետությունը, մարդիկ իհարկե ներսում, որ բնակվում են։ Բավականին շատ նամակներ եմ ստանում, չգիտեմ, այս տեսանյութը իմ որ ալիքում կտեղադրեմ, բայց դրանից ոչինչ չի փոխվում։ Գրում են ինձ բավականին շատ, որ ուղիղ եթեր մտնեմ եւ Հայաստանի մասին լավ բաներ ասեմ։ Բնականաբար Հայաստանի մասին լավ բաներ ասելը այս պահին այդքան էլ նորմալ չէ, որովհետև մենք բոլորս տեսնում ենք, թե ինչ է կատարվում։ Մինչև այդ ուզում եմ ներկայանալ Արմինե Նահապետյան, աստղաբան, էզոտերիկ, արդեն 10 տարի է ուսումնասիրում եմ աստղաբանությունը, 5 տարի եւ ավել էզոտերիկան, թվագիտությունը, ունեմ դիպլոմ էզոտերիկի, ինձ նվիրել են, ոչ թե նվիրել են, այլ վաստակել եմ դա եւ իմ գիտելիքների շնորհիվ կարելի ասել, եթե նվիրել, ապա գիտելիքների շնորհիվ։ Արդեն 1 տարի ունեմ էզոտերիկայի դպրոց Ավստրալիայում, ամեն ինչ այնտեղ անգլերեն լեզվով է, դրա համար Հայաստանի Հանրապետության համար մի փոքր անհասանելի է, որովհետեւ Հայաստանում դեռևս շատերը չգիտեն, թե ինչ է էզոտերիկան, քննարկումներ կան, հիմա քիչ-քիչ արդեն առաջ է գնում, փորձեցի սկսել, բայց դե գիտենք, շատերը չեն հավատում։ Եվ ուզում եմ նշել անպայման, որ խոսքս կլինի շատ անմիջական, ընկերական, չեմ ուզում ընկնել գրագետ եւ ինչ-որ խոսքերի հետևից, քաղաքականության, ինչ-որ բառերի հետևից, ուզում եմ խոսքս հնչի ավելի շատ մտերմական եւ ընկերական, որ ավելի պարզ լինի եւ հասկանալի։ Այն, որ դուք հարցնում եք, թե ինչ անենք, որ փոխվի Հայաստանը կամ լավ բան ասեմ Հայաստանի համար։ Հայաստանի քարտեզը հենց հիմա իմ դիմաց է։ Բավականին լարված միացումներ ունենք, ես այս մասին ասել եմ, շատ եմ լինում ուղիղ եթերում եւ ուղիղ եթերների ժամանակ եմ ավելի շատ խոսում այս մասին, այս անգամ որոշեցի տեսանյութ անել։ Լարվածությունը դեռևս կշարունակվի, բայց եթե ինչ-որ մարդկանց հետաքրքրում է պատերազմ եւ այլն, ապա նմանատիպ ոչինչ մեզ մոտ չկա։ Այս պահին դեռևս ունենք մենք այնպիսի մոլորակ, որը որ մեզ ավելի շատ օգնում է։ Բայց ինչ-որ բաներ ցավ է տալիս։ Այ օրինակ Ադրբեջանի խոսքերը Սևանալոջի վերաբերյալ դա մեզ ցավ է տալու եւ դեռևս մի քանի ամիսներ մենք ապրելու ենք այդ ցավը։ Եվ Հայաստանի լավն ու վատ լինելը ես այս պահին չեմ կարողանա ասել, մինչև նոր քարտեզ չունենանք։ Նոր ընտրություններ չլինի, նոր վարչապետ չգա։ Առաջինը, եթե ուզում է ազգը, երկիրը լավ ապրի, լավ լինի, առաջինը մարդ պետք է նայի ինքը իրեն։ Ինքը իր ներսը պետք է ուսումնասիրի, թե ինքը ինչպիսին է, եւ նայի ղեկավարին, վարչապետին։ Ինչպես որ մենք տեսնում ենք վարչապետին, որոշ գործողություններ է անում, որոնք որ տարօրինակ են։ Ես այս մասին եւս էլի ասել էի, որ նա ունենալու է հոգեկան շեղումներ եւ իր ընտանիք իրկին իր կողքը չի լինելու։ Այդ տեսանյութը փակ է, բայց ես արդեն կսկսեմ բացել այդ տեսանյութը, որովհետև եկել է իմ ասածների ժամանակը, որոնք որ արդեն տեղի են ունենում։ Ժամանակի մենք բոլորս քննարկում ենք, որ այո, ինչ որ պահեր կան, բայց հստակ ոչինչ չէր երևում, իսկ հիմա արդեն երևում է։ Եվ ուզում եմ անպայման շեշտել, մինչև շարունակելս։ Ես ոչ մի քաղաքական գործչի կողմնակից չեմ։ Ոչ նախկինները, ոչ ներկաները։ Ոչ ոքին չեմ սատարում, ոչ ոքի մասին չեմ խոսում, դուք կարող եք լսել այս տեսանյութի ժամանակ որոշ մարդկանց անուններ, ազգանուններ, բայց դա ոչինչ չի նշանակում։ Ես ոչ ոքի կողմնակիցը չեմ, ոչ ոքին ոչ ընդունում եմ, ոչ էլ։ Այո, աշխատել եմ, բոլորի մոտ էլ աշխատել եմ, բացի Սերժ Սարգսյանից, Լևոն Տեր-Պետրոսյանից, բոլորի մոտ աշխատել եմ։ Եվ պետք է ամենաառաջինը ասեմ, որ եթե դուք ուզում եք լավ Հայաստան, լավ լինի մեր երկիրը այսուհետ, որ ես կասկածում եմ, 80% վստահ չեմ, որ այն կկարգավորվի, որովհետև ժողովուրդը ինքը իր մեջ պետք է մի հատ տեսնի ինքը ինչու է այսպեսին դարձել, հետո նոր որոշի կարգավորել։ Առաջինը նշեմ հենց ընտրություններն են, որոնք որ հենց ամենակարևորն են, որ դուք պետք է ընտրեք այդ մարդուն, ոչ թե
չեք ընտրել եւ հիմա կանգնել ասում եք ես իրեն չեմ ընտրել, ես այս մյուսին չեմ ընտրել, դուք եք ընտրել, ձեր ընտրածն է եւ այլն։ Հարգելին է, ոչ դուք եք ընտրել, ոչ նա է ընտրել։ Մենք բոլորս էլ գիտենք դեռ տարիներ առաջ, որ ընտրությունները միշտ էլ կեղծվում են։ Ընտրություններում գիտենք բոլորս, որ լցնում են։ Բայց ոչ ոքս չգիտենք, թե լցնելը դա ինչ է նշանակում։ Լցնելը նաև, որ ես, դուք, մյուսը, ձեր հարևանը չենք գնում ընտրություններին։ Մեր ընտանիքում կա մի քանի հոգի, ով որ չի գնում ընտրություններին, որովհետև օտար երկրում են։ Մյուսի ընտանիքներում կան մարդիկ, ովքեր անգամ մահացած են, բայց այդ անուն ազգանունները գոյություն ունեն այնտեղ։ Դուք չեք գնում ընտրության, մեկ ընտանիքից 5 հոգի չի գնում ընտրության։ Դա ինչ է նշանակում, որ այդ 5 հոգու ձայնը լցվեց այդ պարկի մեջ, այդ, ինչ ասեմ, տուփի մեջ։ Հետո դուք ասում եք, ես չեմ գնացել ընտրել, դա իմ ընտրածը չի, դա ձեր ընտրածն է։ Ամենաառաջինը դուք պետք է գնաք ընտրության։ Մի ալարեք, մի ասեք, միևնույն է գնամ, չգնամ, ընտրվելու այն մարդը, ով որ իրանք են ուզում, ոչ, այն հենց որ դուք չեք գնում, դրա համար են ընտրում։ Գնացեք, եթե ձեզ դուր չի գալիս ոչ ոք, կան 20 թեկնածու, 20-ից ոչ ոքին չեք ընտրում, վրան խաչ քաշեք այդ թղթի, մտցրեք ծրարի մեջ, բերեք գցեք։ Դա կլինի ճիշտ ընտրություն ձեր երկրի համար, մեր երկրի համար։ Ոչ թե բոլորն ասեն ես չեմ գնալու ընտրության, միևնույնն է ընտրվում է։ Այն հենց սկիզբը դրանից է սկսում, որ մեր երկրում չի լինում այն, ինչը որ մենք բոլորս ենք ուզում։ Չի լինում արդար ընտրություններ, չի լինում այնպիսի մի ղեկավար, որին հայն է ընտրել, որին ուզում են տեսնել այդ աթոռին նստած, որն էլ կղեկավարի հենց հայի համար։ Դրա համար ընտրվում են այն մարդիկ, ովքեր որ ունեն ավելի մեծ թիկունք, ովքեր որ կարողանում են լավ լցնել, եւ այդպես ավելի եւ շարունակվել։ Ես փոքր տարիքից դեռ լսել եմ այդ մասին, որովհետև ես նշեցի, որ անուններ եք լսելու, դա ոչինչ չի նշանակում, ես ոչ ոքին չեմ սատարում։ Իմ քավորս, իմ կնունքի քավորը, կնքահայրը, հենց սերժական է։ Ինքը մինչև օրս էլ, ինչքան գիտեմ, սերժական է։ Այն ժամանակ դեռևս ինքը հենց աշխատում էր այդ կուսակցությունում, Անդրանիկ Մարգարյանի հետ բավականին շատ շփվել ենք, այնտեղ հայրս է բավականին շատ մոտ է, իրար հետ իրենք մոտ էին եւ այլն։ Եվ մեր տանը միշտ եղել է այդ թեման, այդ քաղաքականությունը, որովհետեւ հայրս միշտ հրավիրում էր իրենց մեր տուն։ Իդեպ իմ կնքահայրը մեր տան կողքն էր ամիջապես ապրում, պատը պատին կպած։ Եվ ես միշտ տեսել եմ քաղաքական գործիչների մեր տանը, մեր բակում եւ այլն։ Եվ միշտ էլ իմացել եմ, որ լցնում են եւ այլն եւ այլն։ Դա ոչ wokis համար նորություն չի, ես ինչ որ Մոսկվա չեմ հայտնաբերում, կամ նոր երկիր չեմ հայտնաբերում մեր բոլորի համար։ Ամենաառաջինը, եթե ուզում եք Հայաստանը լավանա, Հայաստանի վիճակը լավանա, գնացեք ընտրության։ Երկրորդը մի հատ նայեք ձեզ։ Ասեք ինչու եմ օրինակ ես վերցնում այդ 10,000 դրամը, 20,000 դրամը, գնում իրանց ուզած մարդու դիմաց փչիշկա դնում, նկարում դա, որ ես ձեր արածը կատարեցի եւ բերում տեղադրում։ Հետո գալիս եմ տուն տարիներ հետո, իմ երեխայիս օրինակ ուղարկում եմ բանակ, ինչպես է հետ վերադառնում, հետո բողոքներ երկրի ղեկավարից, որ սա լավ չի, նա լավ չի, հողը տվեցին եւ այլն։ Ով է դրա մեղավորը, այդ մարդիկ։ Ես հասկանում եմ, որ գումարի կարիք բոլորն ունեն, բայց դա վաճառվել է նշանակում։ Դա կարիքները հոգալ չէ։ Այդ մարդիկ հիմա գոյություն ունեն նաեւ բոլոր սոցկայքերում։ Եվ այդ մարդիկ չարություն են տարածում։ Ես այն մտքի հետ համաձայն չեմ, որ ասում են եկավ Նիկոլը, մարդկանց բացեց, մարդկանց լեզու տվեց, խոսքեր տվեց, ոչ։ Կան չէ հարևաններ, կան մարդիկ, ում հետ որ ընկերություն ես անում, որ իրանք անգամ աշխատանքի վայրում կան նման մարդիկ, ովքեր խառնակի չեն։ Ովքեր ամեն ինչ փորձում են խառնել, մարդկանց կռվացնել իրար հետ, այստեղից այնտեղ մի բան տանել, բերել։ Մեր երկրում հիմա դա է տեղի ունենում։ Եվ ժողովուրդը գոնե մի հատ նայի հայլու մեջ ասի, «Ես ինչ եմ դարել ես»։
Ինչու եմ օրինակ հենց մեկին տեսնում եմ, տարիքը հաշվի չեմ առնում, Նիկոլինա կպնում, ես անմիջապես իր մայրիկին, երեխային, բոլորին սկսում եմ վիրավորել։ Ամեն մարդ, եթե ինքը մի հատ վերանայի իր քայլը, այդ չարություն տարածելը, մեր Հայաստանը կծաղկի, որովհետև այդ չարությունն է, որ չի թողնում մեկը մյուսի հետ ավելի լավ լինեն։ Գիշեք տարիներ առաջ հավաքվում հարևաններով, սուրճ էինք խմում եւ այլն, ինչ որ ավելի հետաքրքիր բաների մասին էինք խոսում, իսկ հիմա հարևանները իրար հետ թուրութվանքի մեջ են, որովհետեւ մեկը Նիկոլ է պաշտում, մեկը Սերժ, մեկը Քոչարյան, մեկը չգիտես ով եւ իրար են դրա համար, հա, ինչ որ քաղաքական գործիչների համար, որոնք եկան, գնացին, եւս էլի դեռևս խառնում են մեր երկիրը, մարդիկ էլի իրար հետ վիճում են հենց իրանց համար։ Դուք պետք է վիճեք ընդամենը դիմացինի հետ ձեր երեխայի համար, ձեր ընտանիքը, ձեր ճակատը մաքուր պահելու համար, ուրիշ ոչ մի բանի համար դուք չպետք է վիճեք դիմացինի հետ եւ չպետք է վիրավորեք անգամ իրեն նրա համար, որ ինքը ընտրել է մեկ այլ մասնագետ, մեկ այլ օրինակ քաղաքական գործիչ։ Դուք պետք է սատարեք ինքներդ ձեզ, ձեր ընտանիքին, ուրիշ ոչ մի բան։ Եվ եթե ուզում եք Հայաստանը լավ լինի եւ աշխարհի բոլոր երկրներում խոսեն Հայաստանի մասին եւ հայերի մասին ավելի լավ, հենց պետք է սկսել դրանից։ Վերջին անգամ հիշեք, երբ եք շաբաթօրյա կարել, երբ է ամբողջ Հայաստանի Հանրապետությունը մաքրվել, երբ է ծառ տնկվել, 2018 թվականին կարծեմ։ Տարիներ են անցել, բայց մարդիկ չեն մտածում ոտի տակի հողը մաքրելու համար։ Սրան են վիրավորում, նրան են վիրավորում իրենց ոտի տակը չմաքրելու համար։ Ամեն ինչ սկսվեց նաև կովիդից։ Այն կովիդի ժամանակ, որ բոլորը դեմ էին կանգնել, դու ով ես, որ ինձ ասես, որ ես դիմակ կրեմ, դու ով ես, որ այ ոստիկան, որ ինձ կանգնացնես եւ ինձանից անձնագիր ուզես։ Մենք ըմբոստ ազգ ենք։ Եվ դրանից է գալիս նա, որ չենք ենթարկվում, եւ երբ որ դու չես ենթարկվում, դու քեզ չես հարգում, դու քեզ չես սիրում, եւ դիմացին էլ վերաբերվում է քեզ հետ այնպես, ինչպես որ կաս։ Գիտեք, մեր երկիրը այնքան փոքր է։ Եթե համեմատենք, որ երկար տարիներ Ֆրանսիայում եմ ապրել, Ֆրանսիայում օրինակ կովիդի ժամանակ, երբ որ ասեցին բոլորը դիմակ պետք է կրել, բոլորը միահամուռ ձևով դիմակ կրեցին։ Նա չէր, որ իրանց նախագահը ասեց, այլ իրենք առաջինը իրանց են սիրում, որ իրանք չվարակվեին, երկրորդը, որ դիմացինին չվարակեին, որ իրանց անվան հետ չխաղան, որ չասեին դու ես վարակել, կրեիր դիմակ, եւ երրորդը հենց իրոք հարգում են երկրի դրվածքը, թե ինչպես է այդ երկրում դրվածքը դրված, կարելի է սա անել, թե ոչ։ Միայն այդ դեպքում դուք կարող եք հասնել այն նրան, ինչին որ ուզում եք։ Եթե վերագրենք դրսում, ովքեր որ դուրս են եկել, ապրել են, գիտեն կամ գնացել են, ճամփորդել են, այդ մարդիկ տեսել են այն պահերը, որ ոստիկանը դրսում իրավունք ունի քեզ կանգնացնի եւ ասի ցույց տու ինձ քո անձնագիրը, տեսնեմ դու ով ես, միգուցե դու որոնման մեջ ես եւ հիմա ուղղակի այստեղ քայլում ես։ Նման պահերին ոչ ոք չի ըմբոստանում։ Բացի հայերից, այն ժամանակին ինչ էր, նկարում, տեղադրում, ավտոբուսի մեջ իրար ուտում, դա տեղադրում, հենց այդ տեղից սկսվեց ամեն ինչը, մարդը իրան սկսեց չհարգել, երբ որ կին լինելով նստած ոտերը բացած տղամարդու նման սկսում էր հայհոյել, չնայելով մի հատ ապակու մեջ իրեն, որ ինքը երևում է, որ ինչքան տհաճ է կողքից, միայն այն նա, որ վայ, կամերա կա, նկարում են, սպասի ավելի բորբոքվեմ, ավելի 7 հարկանի դարձնեմ իմ հայոյանքներ, այդպես ավելի հաճելի կլինի, կդառնամ հայտնի սոցցանցերում։ Իհարկե ոչ, այդպիսով չեն լավանում, երկիրը այդպիսով չի լավանում, փորձել եք բարիություն տարածել, փորձել եք մեկը մյուսին լավը կամենալ, փորձել եք ուղղակի ինչ-որ մեկին դրսում բարևել, հենց այնպես, փորձել եք ձեր հարևանին եւս կանչել սուրճ խմել եւ ոչ թե խոսել, քննարկել, թե ինչ է կատարվում երկրում, այլ խոսել ավելի լավ բաներից, լավ թեմաներից։ Եթե մարդը չի ուզում այդ ղեկավարին, բնականաբար հանում են։ Իսկ եթե չեք հանում, ուրեմն պետք է լռեք։
Որովհետև եթե դուք հիմա խոսեք, տառապեք, տանջվեք, միևնույն է դրանից ոչինչ չի փոխվում։ Եվ այս պահին մարդը եւս չունի ինքնասիրություն, երբ որ խոսում են իր երկրի տարածքների մասին, եւ երբ որ շեշտում են, ասում են, որ այդ տարածքը մերն է, ոչ թե ձերը։ Դուք հիմա կասեք, բա ինչ անենք։ Բա ժամանակին 2018 թվականին ինչ արեցիք։ Դուրս եկաք փողոց, որովհետև ձեզ դուր չէր գալիս այն փաստը, որ պետք է եւս Սերժ Սարգսյանը նստի։ Եվ եթե Սերժ Սարգսյանը ուզում էր փոխել սահմանադրությունը, եւս այս մեր նոր ղեկավարը ուզում է փոխել սահմանադրությունը։ Եվ այն սրտիկները, որով որ նա ձեզ է առավոտյան ուղարկում, միգուցե նաեւ կնոջն է ուղարկում, միգուցե նաեւ ձեզ է ուղարկում, որպեսզի գրավի ձեզ եւս, որովհետև շատ շուտով ընտրություններ են։ Եվ այն 20,000 մարդը, ով որ դուր է գալիս, որ այդ սրտիկները տրամադրում է, այդ 20,000 մարդը եւս կգնա ընտրության։ Հետո, որ տեսնեք, որ Հայաստանը դատարկվեց, Հայաստանում խնդիրներ առաջացան, հարկավոր չէ մասնագետին դիմել եւ ասել, գիտես, խոսիր Հայաստանի մասին լավ բան։ Որովհետեւ չի կարող մասնագետը խոսել ուղղակի լավ բան։ Ես միայն կարող եմ ասել, որ այս պահին պատերազմ չեմ տեսնում, բայց խոսակցություններն ու ցավը դեռ կա մարդուն հոգում։ Այդ ցավը, որ ամեն րոպե ինչ որ մի բան է տեղ ունենալու, սենց ոնց որ մեջքներից դանակով հարվածելու են, այդ ցավը լինելու է դեռ քանի ամիսներ։ Ես դրա մասին զգուշացնում եմ, բայց պատերազմ ես այս պահին չեմ տեսնում։ Կան խոսակցություններ, հեսա երեխաների հետ կապված ինչ որ պահեր կարող են լինել։ Եվս էլի եմ ասել երեխաների հետ կապված պահեր, բայց հիմա ավելի շատ եմ ասում, որ դա կլինի։ Երեխաները պաշտպանված չեն մեր։ Ոչ ոք պաշտպանված չի Հայաստանում։ Մարդը եթե փոխվի, եթե դիմացինին չվիրավորի, եթե չսատարի այն ղեկավարին, որին չի սիրում, եթե չկիսվի այդ ղեկավարի խոսքով, եթե չլայքի, ոչինչ չանի այդ ղեկավարը, ինքնստինքյան դուրս կմնա։ Դուք եւ չեք ուզում, եւ լայքում եք եւ ուզում եք։ Եվ հետո ասում եք Հայաստանը երբ է լավանալու։ Մենք որ դուրս գաք, դուրս օտար երկիր եւ ասեք հայ ենք, դուք տեսեք ինչ թեմաներ են բարձրաձայնում, ինչեր են խոսում, հայ ազգը ինչպիսին է դարձել։ Անկամ ներսում, հա, դուք ինքներդ եք զգում, թե մարդը մարդու հետ ինչպես է։ Ամեն մարդ ինքը իր մեջ առաջին է թող իրան փոխի եւ հետո կտեսնեք ինչպես է Հայաստանը փոխվում։ Եվ եթե չեք ուզում հողեր կորցնել, ուղղակի պետք է հանել այդ ղեկավարին ու վերջ։ Ինչպես է որ երբ որ ընտանիք է լինում եւ ընտանիքի տղամարդը ամեն օր գալիս է հարբած ծեծում, մեկ օր դիմանում, երկու օր դիմանում, տարիներով դիմանում են, երեխաների համար դիմանում, հարևանների համար բերանը փակում, սա, բայց գալիս է մի օր, բաժակը լցվում է եւ մարդը թողնում ու գնում է, չէ՞։ Կամ այդ մարդուն է տանից հանում, կամ ինքն է թողում գնում։ Դրա համար հիմա հայերը ընտրել են թողնել գնալը։ Թողնում գնում են օտար երկիր, իրենց թվում է թե այս դրսերում ինչ որ ծառերի վրա երջանկություն կա, որը Հայաստանում չկար։ Եվ այդ նույն այդ բացասական էներգիայով իրանք մտնում են օտար երկիր, որովհետև այդ բացասական էներգիան իրանք իրենց մեջից չեն մաքրել, եւ բոլորին են մեղադրում, բացի իրենցից։ Մաքրեք ձեզ, վերանայեք ձեր պահվածքը, վերանայեք ձեր ընտրությունների համար կատարած այդ վաճառքը, եւ հետո կտեսնեք, որ դուք կունենաք ձեր ուզած Հայաստանը, ձեր ուզած պահվածքը Հայաստանի։ Ոչ թե բողոքեք, վայ, ես աղբը սա, ձեզ այնց ոչինչ չի լինում, որ աղբը վերցնեք, գցեք մի տեղ։ Հաստատ չեք ծռվի։ Այդպես են երկիր պահում։ Լեզուն սիրեք, լեզուն, սովորեք ճիշտ գրել։ Մեր հայ տառերը, հայկական տառերը, դրանք մոգություն են նշանակում, ինչպես ռունաները։ Եվ յուրաքանչյուր մեր հայկական տառ իր մեջ պարունակում է ինչ որ մի նյութ, ինչ որ մի մոգություն։ Եվ հիմա եւ շատերն են ուզում կպնել մեր հայկական տառերին։ Եվ սորոսականները բավականին շատ են վախենում մեր հայկական տառերից եւ ուզում են վերացնել այդ տառերը։ Դրա համար հիմա եւս արդեն դիպչել են մատենադարանին։
Ես եւ Սևանի մասին եմ վաղուց ասել, Մատենադարանի մասին եմ վաղուց ասել, թե ինչ է լինելու։ Ես չեմ ուզում եւս էլի վատ կանխատեսումներ անել, պետք է մարդիկ ուղակի փոխվեն, որպեսզի մենք վատ կանխատեսումներ չունենանք։ Բայց երեխաների հետ կապված եւս դեռևս կլսեք։ Այստեղ։ Հիմա նայեմ քարտեզը։ Եվ հեսա նոյեմբերի կեսերից արդեն եւս էլի խոսակցություններ են լինելու։ Խոսակցություններ, որևիցե օտար երկրյա վեճեր, պատերազմների մասին նաև կարող են խոսել։ Այստեղ ես հուսով եմ, որ չեն հրահրի պատերազմ։ Ես հուսով եմ, որ չեն հրահրի, բայց մարդիկ միգուցե սկսեն ավելի շատ խոսել։ Գիտեք, այսօր Նիկոլի խոսակցության մեջ մի թեմա լսեցի, որ ինքը ասում էր ինչ-որ մի նիստի ժամանակ ոչ Հայաստանում, օտար երկրում, չեմ հիշում որտեղ, ասեց ինչ-որ մի երկրի ներկայացուցիչ, ասել է իր երկրի մասին, որ իրենք հատուկ գործողություններ են անում եւ տեսնում են, թե ինչն է ավելի մարդկանց վրա ազդում, նաեւ դավադրությունները նույնպես։ Եվ դրանից հետո ինքը սկսել է այդ սրտերը մեզ բոլորիս բաժանել, որը շատ վտանգավոր է դեպ ասեմ սիրելիներս։ Պետք է այդ ամենին ուշադրություն դարձնել։ Եվ կխնդրեմ եւս այս տեսանյութի տակ մեկնաբանություններ գրելուց առաջ եւս էլի երկար մտածեք, որովհետեւ յուրաքանչյուր վատ մեկնաբանության կարդալուց հետո, եթե ես պատասխանեմ, ձեզ հետ հաստատ վատ բաներ տեղի կունենա այդ րոպեից սկսված։ Որովհետև ես ձեզ ոչ մի վատ բան չեմ ասում, եթե պաշտում եք Նիկոլին, դուք պաշտեք Նիկոլին, բայց եւս էլի երկար մտածեք։ Դուք այս պահին չունեք հողեր, որոնք որ ձերը չեն, հա, չունեք Հայաստանի Հանրապետությունից հողեր եւ այս պահին եւս էլի խոսվում է այն մասին, որ էլի Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների մեջի հողը Սևանը մերը չի։ Այդ մասին խոսեք, հա, մի քիչ մինչև ինչ-որ մեկին վիրավորելը հանուն որևիցե մեկի երկար մտածեք։ Հենց դրանից է չարությունը տարածվել, որովհետև երբ որ մարդկանց ընտանիքում մշտապես լարված խոսակցություններ են, մշտապես բացասական էներգիա է, ամուսինը տուն է մտնում, կինը հարձակվում է, կինը մտնում է, ամուսինն է հարձակվում, երեխաները ղժղժում են, այդ ընտանիքում բացասական էներգիա է։ Դուք հիմա պատկերացրեք այդ ամենը Հայաստանն է։ Եվ ինչքան բացասական էներգիա է այսպես տարածվում ամբողջ երկնքով մեկ։ Եվ էզոտերիկայով դա նշանակում է, հա, որ կեղտոտել է էգրեգորը։ Եվ կեղտոտելով դա վերադարձվում է ձեզ այդ բոլոր բացասական էներգիաները։ Դա համար չեք կարողանում դուք փոխվել։ Երբ որ բարյանաք, ձեր թրթռումները բարի կլինեն դեպի տիեզերք, այդ նույն թրթռումները դուք կստանաք։ Ինչպես է որ մարդիկ անիծում են իրանց է վերադառնում։ Ինչպես է որ մարդիկ դիմացինին չարն են կամենում իրենց է վերադառնում։ Ինչպես է որ մարդիկ դիմացինը օրինակ ընկնում է, սկսում են ծիծաղալ, հաջորդ քայլին իրենք են ընկնում։ Որովհետև այդ էներգիան, հա, այդ թրթռումը եղավ, մարդը ընկավ, դուք դրա վրա ծիծաղեցիք, հետ է գալիս ձեզ։ Յուրաքանչյուր բան հետ է գալիս մեզ։ Մեր ցանկություններն էլ է հետ գալիս մեզ։ Ուղղակի դուք ճիշտ չեք պահել ձեր ցանկությունները, հենց այդպես էլ ոչ ճիշտ հետ է գալիս ձեզ։ Դե համար երկար մտածեք, այստեղ մի փոքր լարված պահեր տեսա։ Երկար մտածեք, յուրաքանչյուր բանի համար։ Փոխեք ձեզ ներսից։ Ես չգիտեմ քանի հոգի է տառապում Հայաստանի համար, բայց ես այնքան շատ եմ սիրում Հայաստանը։ Ուղղակի ես երբ որ եկել եմ օտար երկիր, հենց ինչ-որ մի բաներ ստեղծելու, հիմնելու եւ հետո Հայաստանին օգնելու համար։ Բայց այս պահին ես այնքան եմ վախենում Հայաստանից։ Ես վախենում եմ ինչ-որ մի բան անելու համար Հայաստանում։ Ես շատ մտքեր ունեմ, շատ գաղափարներ ունեմ, որոնք որ ուզում եմ իրականացնել Հայաստանում։ Մեկ անգամ դիմեցի մերժում ստացա, բայց եւս էլի պատրաստ եմ գալ էլի դեմ դիմաց կանգնել եւ էլի նորից այդ թեմայով խոսել։ Բայց ես էլի եմ վախենում, որովհետեւ Հայաստանը հայերը չեն պահպանում, նվիրում են, ուղղակի նվիրում, այս պատնել ես ուզում, վերցրու,
Այս խոհանոցը ուզում ես մեծացնես իմ խոհանոցի հաշվին, հա մեծացրու։ Հասկանում եք, դուք հիմա այդպես եք դարձել։ Ձեզ համար միևնույնն է, որովհետև դուք քնած վիճակ է մարդկանց մոտ։ Այդ ժամանակին տարիներ առաջ ես անընդհատ ասում եմ, որ Հայաստանում սև շղարշ կա, եւ այդ սև շղարշը հենց նա է, որ մարդկանց թմրեցնում եւ դմացնում է։ Օրեր կան, գոյություն ունեն եւ հենց այսօր, երբ որ ես հենց հիմա անում եմ դա, եւս հենց այդ օրն է։ Բայց ես փորձում եմ ավելի բարիությամբ անել այդ ամենը։ Մարդկանց կարողանում են զոմբիացնել։ Երբ որ ես գրել էի Facebook-ում, որ մարդկանց զոմբիացնում են այս օրերին, մարդիկ հարցում են, բայց ինչպես։ Դա նշանակում է, որ այդ մոգությունը բավականին շատ է ազդում տվյալ մարդու վրա։ Իրենք կարողանում են այդ օրվա էներգիայով մարդկանց իրանցով անել։ Եվ իդեպ նշեմ, ես այս տեսանյութից հետո անպայման կպատրաստեմ տեսանյութ այդ սրտիկի վերաբերյալ։ Մի փնտրեք այդ սրտիկի մասին ոչինչ, որովհետև տեղեկատվություն չկա, ինչ հատ են գրում, ինչ որ չգիտեմ ինչ է, ինչ որ ժեստեր են, պատկերացնում են, որ դա ինչ որ ժեստ է, բայց չեն հասկանում ինչ է դա։ Դա շատ վտանգավոր է, սիրելիներս։ Եթե ուզում եք տրվել, ես բան չունեմ ասելու, պահա գալիս, իրոք իմ մեղքն էլ է գալիս, նա, որովհետև այնքան խելոք է, այնքան այն հիմա ընկճված է բավականին շատ, որովհետև այս բառերն է կարող եմ ասել, որովհետև Աննան հստակ հիվանդ է եւ ինքը գնացել է բուժվելու եւ մենք դրա մասին դեռևս կլսենք, կիմանանք եւ ինքը տառապում է եւ ըստ ինձ այդ սրտերը նաեւ վերագրվում է իր կնոջը, ոչ թե մարդկանց, եւ մարդկանց նաեւ այդ սրտերով ինքը գրավում է, որպեսզի կարողանա 2026 թվականին եւս հաղթել։ Ընտրությունը ձերն է, յուրաքանչյուր քայլ անելը ձերն է, եւ եթե ուզում եք Հայաստանը լավը լինի, Հայաստանը փոխվի, վերականգնվի, փոխում եք ձեզ, գնում եք ընտրության, փոխում եք ձեր վարքագիծը, դիմացինին չեք վիրավորում, բացասական էներգիա չեք տարածում եք միայն բարին, որը ժամանակին էր, անգամ դրսում մեկին տեսնեիք հաց, ես հիշում եմ, որ հացը կտրում տալիս էին դիմացինին, երբ որ երեխան լացում էր։ Հիշեք այդ ժամանակները, որ դուք այդ հացը հազիվ էիք գնել, որովհետև հերթ էիք կանգնել ժամերով եւ այդ հացից կտրում տալիս էիք դիմացինի երեխուն։ Իսկ հիմա տարիք հաշվի չեք առնում եւ սկսում եք վիրավորել։ Մարդկանց հաշվի չեք առնում, որ երեխա են կորցրել, այդ ցավից իրենք ինչ ասես կարող են անել, ասել։ Եվ իրան եք վիրավորում։ Խելքի եկեք, հետո նոր ինձ ասեք, որ Արմինե ջան, լավ բան ասա Հայաստանի համար։ Ես այս պահին չեմ կարող լավ բան ասել, որովհետև գոյություն չունի Հայաստանում լավ բան։ Մեր քարտեզը պետք է փոխվի, իսկ քարտեզը փոխվելու համար պետք է փոխվի վարչապետը։ Պետք է նոր ընտրություններ լինեն, ճիշտ ժամանակին պետք է լինեն ընտրությունները։ Ոչ մի հաշտություն, մի սպասեք, որ հաշտություն կլինի հարևան պետության հետ, չկա նման բան։ Նա մեր հողերն է ուզում, ինչ հաշտություն։ Ոնց որ դուք ձեր տուն թողեք ձեր ամուսնու սիրուհուն։ Ասեք, լավն է, ինքը ուզում է, որ մենք, ես ու ամուսինս միասին լինենք, եւ իրան թողեք տուն։ Թողնեք ձեր ամուսնու հետ եւ գնաք, ասեք ճաշեփի ամուսնուս համար, մինչեւ ես գնամ գործուղման գամ։ Հասկանում եք, պահեր կան, որ իրոք չի կարելի ընդունել այդ պահերը։ Գնացեք ընտրության։ Ես ուղղակի բոլորիդ խնդրում եմ, գնացեք ընտրության։ Գնացեք եւ եթե տեսնեք ձեր բարեկամները, ովքեր որ այդ ժամանակ չեն ապրում այդ տանը, ջնջեք իրենց անունները, այնպես ջնջեք, որ անուն ազգանավան հետքը կորի։ Ջնջեք այն հատվածը, որտեղ որ պետք է ստորագրվի։ Ջնջեք դա։ Ջնջեք յուրաքանչյուր մարդու անուն, որը որ կա ձեր տանը, բայց չկա, գոյություն չունի այդ մարդը։ Ջնջեք այդ մարդկանց բոլորի անունները։ Ձեր ձեռքում է թուղթը, ձերն է իրավունքը, ձեր տան հասցենա։ Ես գնացել էի ընտրության եւ բոլորի անունները կար իմ տան հասցեում բացի ինձանից։ Ես այնտեղ գրիվ հրահրել, ամեն ինչ այդպես գորգռացի, ճվճվացի, դուրս եկա, բայց դե ինչ անեի։ Ինձ ասացին գնա մեկ այլ տեղ, բայց իմ հասցեն այդտեղ էր։ Իմ հասցեի
տակ անուն ազգանուններ էր գրված։ Իմ հասցեն այդտեղ էր, ես իմ անունը ինչու պետք է լիներ մեկ ուրիշ տաբում։ Եվ որպես վերջաբան եւս ասեմ, բացի այն, որ ես մեծացել եմ այդպես քաղաքական մարդկանց կողքին, ես 16 տարեկանից եւս եղել եմ քաղաքականության մեջ։ 16 տարեկանում ես աջակցել եմ Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին։ Հետո աջակցել եմ Ռոբերտ Քոչարյանին։ Դրանից հետո ոչ ոքին չեմ աջակցել։ Եվ այս պահին ոչ ոքի կողմնակիցը չեմ։ Որովհետև սիրով աջակցել եմ Վազգեն Սարգսյան Կարեն Դեմիրճյանին, բայց Ռոբերտ Քոչարյանին ուղղակի աշխատել եմ այնտեղ գումարի համար։ Եվ ուզում եմ նշել, որ այդքան ժամանակ ես աշխատել եմ շտաբում։ Երբ որ ձեր տուն են գալիս հարցեր տալու, հենց դրա համար են հարցնում, որ տեսնեն քանի հատ կարող են լցնել, քանի մարդ կա, որ գոյություն չունի, քանի մարդու անուն կա, որը կա ցուցակում, բայց այդ մարդը գոյություն չունի, եւ քանի բան կարող են լցնել։ Ավելի մանրամասն չեմ ուզում խոսել, ինչպես է դա կատարվում, ինչ է դա արվում, դա թողնում եմ Աստծուն եւ Աստծու պատժին, եւ թողնում եմ Աստծու պատժին այն մարդկանց, ովքեր որ այդ պահին ես հասկանում եմ, որ բոլորը կարիք ունեն գումարի, բայց այդ գումարը կարող եք վաստակել ուրիշ կերպ, ոչ թե ինչ որ մեկին գնալ ընտրելով։ Գնացեք կեղտ թափեք, գնացեք զուգարան մաքրեք, գնացեք աղբ թափեք։ Ինչ ուզում եք արեք, բացի դրանից, որ կարող եք վճարվող ձևով ընտրությունների գնալ եւ հետո բողոքել այս երկրից եւ ուզենալ, որ այդ երկիրը լավը լինի։ Իսկ դավաճաններ աշխարհի տակի բոլոր երկրներում կան։ Ոչ ոքի մի մեղադրեք։ Հենց մի դավաճան էլ մարդն է լինում, հա, դիմացին է, ձեր հարևանը, ով որ գնաց է ընտրել, ու հիմա ձեզ ասում է դու ես ընտրել, ես չեմ ընտրել։ Ես ուղղակի հացի գումար եմ աշխատել, դա հացի գումար չի, դա թույն է։ Թույնի գումար եք դուք վաստակել, ուրիշ ոչինչ։ Ձեր երեխաներին ուղղակի այդ գումարով կերակրել եք թույն եւ մեկ այլ ավելի վատ բան։ Մարդը եթե գումարի կարիք ունի, ամեն ինչ անում է։ Եվ եթե կասեք, որ գումարի կարիք ունենալով չեմ կարող աշխատանք գտնել, որովհետև չունեմ մասնագիտություն, չունեմ սա, 21-րդ դարում ենք, ամբողջ YouTube-ը մասնագիտություններով է լցված։ Անկամ իրավաբանություն, եթե ուզենաք, կարող եք YouTube-ով սովորել։ Սովորեք, ձեռք բերեք գիտելիքներ, գնացեք աշխատեք։ Գնացեք ավելի լավ բան արեք, քան գնալ գումարով, վճարվող ձևով, վաճառվելով գնալ ընտրություններին մասնակցել։ Հենց այդ մարդիկ են փչացնում մեր երկիրը, հենց այդ մարդիկ են փչացնում այս պահը, որ հենց հիմա շատերս դրսում ենք։ Օրինակ, ես ինչու պետք է գամ դուրս, դիզեմ, գումար դիզեմ, սա դիզեմ, նա դիզեմ, այդ ամենը հենց արել էի հանուն նրա, որ Հայաստանում ինչ-որ մի բան գամ, ստեղծեմ։ Դրա համար էի ուզում ավելի թափով լինել, ավելի վստահ լինել ինձ վրա, որպեսզի կարողանամ մուտք գործել Հայաստան եւ իմ ուզածն անել։ Երբ որ դուրս եմ եկել վերջին անգամ Հայաստանից, 2015 թվականն էր։ 2018-ը չէր։ Եվ ես մտածում էի, որ այո, իրոք որ կարող է փոխվել որևիցե մի բան Հայաստանում, եւ ես ավելի հավեսով կգամ, ավելի շատ բաներ կանեմ։ Բայց երբ որ նստեց Նիկոլը, ես մտածեցի, որ ինքը շատ թույլ է։ Եվ ինքը չի կարող ղեկավարել։ Մի մարդ, որ շատ է ղժղժում, նա երբեք չի կարող ոչինչ անել։ Եվ նա ղժղժալով նստեց աթոռին եւ մենք հիմա տեսնում ենք, թե ինչ է կատարվում։ Հենց իր թուլության պատճառով է սա։ Ով ուզում իրա վրա հիմա իր գլխին է բամփում։ Այնց դա եմ ասում, մի կողմից մեղքս գալիս է, մյուս կողմից ինքը պետքա դուրս գա այս շիլայից։ Եթե դուրս չեկավ, ես չգիտեմ իր այդ ինչա կատարվելու։ Քանի շուտ է ինքը ոչ թե պետք է սահմանադրություն փոխի, որ ինքը միշտ լինի վարչապետ, որպեսզի հաշտություն կնքի հարևան պետության հետ, այլ պետք է ինքը ուղղակի դուրս գա այս ամեն ինչից։ Որովհետև այդ շիլան եռում եւ հետո թափվում գնում է։ Իր կյանքը նույնպես այդպես կգնա։ Նույնպես տեսնում ենք արդեն եւ մազերն են սպիտակել, եւ չկա մազը արդեն։ Եվ որ նայում ես դեմքին 70 տարեկան մարդ է արդեն երևում։
որովհետև այս աշխատանքը իր համար չէ։ Եթե հիմա ինքը շուտ լքի, մենք բոլորս է կհանգստանանք եւ պետք է ընտրել ուղղակի շատ ուժեղ մարդ Հայաստանի Հանրապետությունը լավացնելու համար։ Միայն այն դեպքում Հայաստանի Հանրապետությունը կլավանա։ Եվ նաեւ քարտեզը մինչև գոնե ամսվա վերջ տեսնեմ ինչ է կատարվում, դեռևս պահպանվում են այդ լարված պահերը։ Այստեղ եւս էլի մի բաներ դուրս չի գալիս, բանակի հետ կապված դուրս չի գալիս։ Խոսակցություններ կարող են գնալ եւ ուշադիր եղեք նոր հիվանդությունների վերաբերյալ, կարող է նաեւ ամսվա վերջ որևիցե նոր հիվանդություններ էլի ծլի դուրս գա, եւ բացի դա էլ բանակի հետ կապված։ Գիտեք, այս անգամ պատերազմը եթե լինի, այս անգամ Հայաստանի ավարտն է դա։ Ես ասել եմ 2022 թվականին եւ հիմա խոսքս կավարտեմ հենց դրանով։ 2022 թվականին, երբ որ ես ավելի խորացա թվագիտության եւ էզոտերիկայի մեջ, ես իմ քննությունը հենց հանձնել եմ դրանով Հայաստանի Հանրապետության քարտեզը գծելով թվագիտությամբ եւ քարտեզը գծելու ժամանակ ես տեսա, որ Հայաստանը վերանում է, կիսվում է, Հայաստանը չի մնում, Հայաստան անունը չկա այդտեղ այլևս եւ մեկ այլ երկիր է այդտեղ լինում։ Եվ ես հենց այդ ժամանակ ելույթ ունեցա, մարդիկ պատրաստ չէին լսելու դրան, եւ ինձ թվում է դեռևս էլի պատրաստ չեն, չնայած արդեն ամեն մեկի բերանից այդ խոսքն է դուրս գալիս, որ անհայրենիք եւ այլն։ Ես այն ժամանակ էլ ասացի եւ հիմա էլ կասեմ, որ ես նայեցի մինչեւ 2026-27 թվականը կամ Հայաստանը իշխում է մեկ այլ պետություն, հայերը ներսում, կամ հայերը չեն լինում, Հայաստանը եւս չի լինում, վերցնում է մեկ այլ պետություն։ Կամ հայերը մնում են ներսում եւ ոնց որ ղեկավարում է օրինակ հենց այս պահին մենք տեսնում ենք որ մեր Հայաստանը ղեկավարում է Ադրբեջանը, եթե չեք նկատել, պետք է բարձ նայել ամեն ինչին, հանեք վարդագույն ակնոցներ եւ կտեսնեք թե ով է ղեկավարում մեզ։ Եվ շատ վախենալու է դա։ Որովհետեւ մենք քանի գնում իմ ասածին ենք մոտենում։ Եվ միգուցե այդ անցումը, որ չկար մեր հայրենիքը դա կարող է Արցախներ։ Ես ուզում եմ ինձ համոզել, որ դա Արցախներ եւ դրանով սահմանափակվել, որ Հայաստանը դեռևս կա, բայց օրորի ես համոզվում եմ դրանով, որ այո, այդ գիծը, որը Հայաստանը վերացնում էր, այդ ինչպես տեսնում ենք, քիչ-քիչ գնում ենք դեպի դա։ Եվս 2 տարի կա։ Սևանը, Սյունիքը, սա, եւ հետո կտեսնենք, որ մնաց հրապարակը միայն։ Եվ մարդիկ կամ կապրեն որպես ադրբեջանցի Հայաստանում, կամ Ադրբեջանը կղեկավարի, կմնա օրինակ Նիկոլը, բայց Ադրբեջանը կղեկավարի մեզ, ինքը կասի, թե որը ինչա, կլինի մեկ պետություն։ Կլինի մեկ ադրբեջանական պետություն։ Եվ պետք չի այդքան վստահել Թրամփին, որովհետև Թրամփը այնպեսի բիզնեսմեն է, որ ամեն ինչ ինքը ուզում է իր ձեռքը վերցնել։ Չեք տեսնում ամբողջ աշխարհով մեկ Թրամփը սա արեց, Թրամփը նա արեց, Թրամփը սես մեկին ուզեց ուղղել, նրան ուզեց ուղղել, եւ ինչա դուր է գալիս Պուտինի այդ ընդվզումները, որովհետև ամենաճիշտ մարդը նա է։ Եվ այո, պետք է ընդվզի, ոչ թե լսի, թե իրան ինչ են ասում, գլուխը կախ։ Ինքն էլ մեծ պետություն է եւ ինքը գիտի իր գինը, արժեքը եւ իր երկրի եւ իրա։ Եվ մեր հայերն էլ պետք է այդպես լինեն։ Եվ իրանց արժեքը պետք է իմանան, եւ իրանց որակը, եւ իրանց ինքնասիրությունը, եւ ով են իրանք ընդհանրապես, որպես հայ։ Վերականգնեք ձեզ։ Վերականգնեք ձեր եւ ձեր դիմացինի հարաբերությունները նորմալ։ Մի մտեք այս հիմար քաղաքականության մեջ։ Ձեզ դուր չի գալիս, հավաքվեք բոլորով, գնացեք հրապարակում, կանգնեք, հանեք դրան։ Եթե ոչ, ապա ուրեմն պետք է լռել այնքան ժամանակ, մինչև գա ընտրությունները։ Իսկ եթե դուք այս պահին սրտեր եք ստանում, այս սրտերից հետո դուք չեք կարողանա ուղղակիորեն հենց այնպես մերժել իրան։ Դա առանձին կխոսեմ, կհասկանաք, թե ինչ է դա նշանակում։ Դա ավելի վտանգավոր է, քան օրինակ Հայաստանից ինչ-որ մի բան կորցնելը։ Իրոք։
Շատ վտանգավոր է այդ սրտի տեսքով այն ինչ որ ինքն է անում։ Եվ դա ոչ ադեկվատ մարդու արարք է դա։ Տեսեք, որ մի նախագահն է նման բաներ անում։ Եվ եթե կասեք, որ վարչապետը ինչ որ ուղղել է ինչ որ ասֆալտ, ինչ որ երկրի ղեկավարը չպետք է դրանով սահմանափակվի։ Երկրի բոլորն են ասֆալտ անում։ Որ մեկը ասֆալտ չի արել։ Որ մեկը չի բարեկարգել փողոցները։ Դրանով չի որ երկիր են ղեկավարում։ Դրանով չի որոշվում երկրի ղեկավար ով լինել է, թե ինքը ինչպիսին է։ Այսքանը սիրելիներս։ Բավականին երկար է տեսանյութը, չի ցանկանում այսքան երկար խոսել այս մասին, բայց կուտակվում է եւ ուզում ես ասելիքդ ասել, հատկապես երբ որ հարց են ուղում, թե ինչ է սպասվում Հայաստանին։ Դեռևս Հայաստանին ոչ մի լավ բան չկա։ Դեռևս։ Եվ այդ խոսակցությունները եւս բանակի վերաբերյալ մայրերը ավելի շատ։ Մայրերը կխոսեն այդ մասին։ Շատ թեմաներ կբարձրացնվի։ Եվ ծնողները, եւ տղաների ծնողները, եւ ովքեր որ բանակ են գնում։ Իսկ Հայաստանում այդ էմոցիոնալ վիճակը դեռևս կշարունակվի։ Ցավը դեռևս կշարունակվի։ Յուրաքանչյուր բառ, որ մարդ բերանից դուրս գա, դες կցավեցնի։ Հարևանների հետ կապված, մեր շրջապատում ովքեր որ կան, միգուցե նաև մեկ այլ երկիր շուտով միանա եւ եւս էլի ինչ որ մի բաներ ասի, որ էլի մեզ ցավ կպաճառի չենք դիմանա։ Ինչու։ Դուք ինքներդ ձեզ հարց տվեք։ Ինչու պետք է այսպես լինի։ Ինչու պետք է օրինակ մեր մասին վատը խոսեն։ Մենք առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք, այսօր եկեղեցականներ են նստած բերդում։ Ես չեմ պաշտպանում եկեղեցականներին, բայց բերդել պետք չէր նստացնել։ Ամեն ինչ իր չափն ունի ու սահմանը։ Մենք դարձել ենք աշխարհի խեղկատակ ազգը, ում վրա ուղղակի իրանք նստած ցիրքի նման նայում են ու հրճվում։ Ու տեսնում են ոնց է կործանվում հայ ազգը։ Բայց ինչու։ Եթե ամեն մեկը մի հատ իրան լավ թափ տա եւ ասի վերջ եմ տալիս այս Facebook-ում իրար ուտելուն, վերջ եմ տալիս սրա հետ քննարկելու Նիկոլի հարցը, այս սա իմ հողն է, սա իմ հայոց լեզուն է եւ ես պետք է պահպանեմ իմ երկիր, իմ հողը։ Ոչ թե սա թող մտածեն արցախցիները, նրա մասին թող մտածեն սյունեցիկ, սրա մասին թող մտածեն Սևանի ափին գտնվող մարդիկ, ովքեր որ գնում են Սևան եւ այլն։ Նման բաները վերջ տվեք։ Այդ չարն է որ մտել է ձեր մեջ։ Եվ այդ չարին հանելով նոր դուք կունենաք ամենալավ հայրենիքը, ամենաբարի ու ամենալավ մարդկանցով լցված։ Եթե ոչ, ապա կործանվում եք։ Եվ 2027 թվականի ավարտին մենք չենք ունենա Հայաստան անունով։ Այսքանը լավ եղեք։ Բարին ձեզ հետ, Աստված ձեզ հետ։